Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում արոտավայրերը տարեցտարի նվազում են։ Գյուղացիներն ասում են, սա ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական խնդիր է։ Անասնապահությամբ զբաղվող ընտանիքները կանգնել են լուրջ դժվարությունների առաջ։ Արոտավայրերի կրճատման պատճառները բազմաշերտ են, սկսած բնական պայմաններից մինչև վերջին տարիներին ի հայտ եկած անվտանգային և ջրային խնդիրները։ Գեղարքունիքի այս լանջերը դեռ մի քանի տարի առաջ հարյուրավոր այծերի ու կովերի արոտատեղ էին։ Այսօր դատարկ են։ Գյուղացիները պարզաբանում են, փոփոխությունները 3 հիմնական պատճառ ունեն՝ կլիմայական չորացում, ոռոգման ջրի պակաս և պատերազմից հետո տարածքների կորուստ, ինչն էլ սահմանափակել է արոտավայրերի հասանելիությունը։ Վախենալու է, էլի անասունը, որ արդեն անցնում է սալատերից այն կողմ, այնտեղ բաց տեղեր գասի, նա արդեն կողմից, եթե կամերան ֆիքսեց, որ այդ անասունը անցավ, մեր սահմանապահ կարում է այդ բերել տա։ Ոռոգման համակարգերը կամ չեն գործում, կամ էլ ջուրը չի հասնում մինչև արոտավայրեր։ Արդյունքում անասուն պահելը դարձել է գրեթե անհնար, ասում են համայնքների բնակիչները։ Մասնագետները նշում են, արոտավայրերի նվազման վրա հատկապես զգալի ազդեցություն է ունեցել 2020 թվականի պատերազմը։ Սյունիքի մի շարք բարձունքներ ու տարածքներ ըստ էության այսօր մնում են անհասանելի, գյուղացիները չեն կարողանում ազատ շարժվել կամ մոտենալ սահմանային արոտավայրերին։ Ռազմական գործողություններից բացի վերջին տասնամյակներում հանրապետության արոտավայրերում ուժեղացել է հողի էրոզիան, նվազել արժեքավոր բույսերի քանակը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ բնակչությունն ավելի դժվարությամբ է կարողանում անասուններ պահել, ինչը սպառնում է ավանդական ապրուստի ձևերին։ Ինչ էլ որ կա Հայաստանում, դրանք էլ արդեն դարել են մեր սահմանապահ գոտիներ, որտեղ արոտի դուրս բերել կենդանիները հնարավոր չի։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն արոտավայրերը, նույն ձևի ավելի վատ ձևով, ավելի արագ տեմպերով պակասել են խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր կենդանիների քանակները։ Պատերազմից հետո սահմանների նոր գծանշումը շատ համայնքների համար անվտանգության ռիսկեր է առաջացրել։ Նախկինում հասանելի արոտավայրերը այսօր կամ փակ են, կամ էլ գյուղացիներն են վախենում այդ տարածքներ մտնել։ Սա իսկապես մեծ հարված է տարածաշրջանի անասնապահությանը, ասում է գյուղոլորտի փորձագետը։ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում արոտավայրերի կրճատումը ավելի զգալի տնտեսական հետևանքներ է թողում։ Գյուղացիները շեշտում են, եթե չլուծվեն ոռոգման ջրի խնդիրները, չվերականգնվեն անվտանգ մուտքերը և քայքայված ենթակառուցվածքները, անասնապահությունը հարավային և հարավ-արևելյան մարզերում կարող է լուրջ անկում ապրել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։